Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Եվրոպական ինտեգրումը մեր քաղաքական օրակարգի մի մասն է, սահմանադրության մեջ ամրագրված է, որ մենք պետք է դառնանք Եվրամիության լիիրավ անդամ եւ մենք կհետևենք այդ ծրագրին։ Հայտարարել է Վրաստանի վարչապետը Աբու Դաբիում կայուն զարգացման շաբաթվա գագաթնաժողովի շրջանակում հաղորդակցությունների թեմայով պանելային քննարկման ժամանակ։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանն անշեղորեն հավատարիմ է մնում ասոցացման համաձայնագրի դրույթներին եւ բարեփոխումների օրակարգին։ Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետը Բրյուսելին մեղադրել է երկակի ստանդարտների համար։ Մենք հաճախ ենք օրինակ բերում Մոլդովան։ Այն մինչ օրս ԱՊՀ անդամ է, դիվանագիտական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Բայց այս տարիների ընթացքում մենք չենք լսել ոչ մի քննադատական հայտարարություն Մոլդովայի հասցեին, մինչդեռ Վրաստանի դեպքում իրավիճակն այլ է։ Կոբախիձեի խոսքով նման քաղաքականության հերթական դրսևորումը Եվրոպական միության վերջին որոշումն է բանակցել Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի այլ երկրների փորձ է արվում զրկել Մոսկվայի հետ տարրական առևտրային հարաբերություններից։ 2025 թվականին ռուսական գազի մատակարարումը Վրաստան աճել է 40.4%-ով, հայտնել են Գազպրոմից։ Աճը ավելի բարձր է եղել, քան շատ այլ ուղղություններով, այդ թվում Կենտրոնական Ասիայում։ Մասնավորապես ռուսական գազի մատակարարումները Ղազախստան, Ուզբեկստան եւ Ղրղստան ընկերությունն ավելացրել է 22.2%-ով։ Միևնույն ժամանակ Գազպրոմը չի հստակեցրել մատակարարված գազի ճշգրիտ ծավալները։ Լրատվամիջոցների տվյալով վերջին տարիներին Վրաստան-ռուսական գազի ներմուծումն ավելանում է, իսկ ադրբեջանական գազին է նվազում։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է, որ Գազպրոմից գնված գազը չի օգտագործվել բնակչությանը մատակարարելու համար, այլ կիրառվել է միայն կոմերցիոն հատվածում։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր առաջընթաց է սպասվում։ Ալիջանի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքների 90%-ն արդեն իրականացվել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է եւ ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը։ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին։ Նա նշել է, որ իրենց նպատակն է մինչև հունվարի վերջ բացել Ալիջանի սահմանային անցումը, ինչը նրա խոսքով արմատապես կփոխի Արևելյան Անատոլիայի տնտեսությունն ու սոցիալական կառուցվածքը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին։ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունն այլ տեղեկություններ չի հաղորդել։ Բարաքը քննարկումը որակել է արդյունավետ եւ անկեղծ։ X-ի իր էջում նա նշել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է Թուրքիայի հետ ամուր գործընկերությունը եւ շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային կայունության ամրապնդման եւ ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքին, ներառյալ Սիրիայում ընթացիկ ջանքերը։ Թուրքիան կապեր է պահպանում իրանցի եւ ամերիկացի պաշտոնյաների հետ կողմերին բանակցային սեղան վերադարձնելու նպատակով, հայտնել է CNN-ի դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով, սակայն գործընթացը շատ դանդաղ է ընթանում եւ կա երկխոսության հնարավորությունը բաց թողնելու վտանգ։ Ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Օրակարգում են եղել Իսլամական Հանրապետությունում վերջին զարգացումները։ Թուրքիայի ԱԳՆ տվյալով Հական Ֆիդանն ընդգծել է տարածաշրջանում առկա լարվածությունը կարգավորելու համար բանակցություններ վարելու անհրաժեշտությունը։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարայում չեն ցանկանում հարևան Իրանում քաոս տեսնել։ Արտաքին միջամտությունները Իսլամական Հանրապետության ներքին գործերին ավելի մեծ ճգնաժամերի կհանգեցնեն, ընդգծել է Չելիքը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները եւ կասեցվել են նախատեսվող մահապատիժները։ Դոնալդ Թրամփի խոսքով իրեն այդ մասին հայտնել են քաջատեղյակ աղբյուրները։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հետևել զարգացումներին։ Միևնույն ժամանակ Իրանը գիշերը մոտ 5 ժամով փակել է իր օդային տարածքը ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական գործողության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Ավելի ուշ սահմանափակումները հանվել են։ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան էլ իրենց քաղաքացիների
քաղաքացիներին խորհուրդ են տվել չմեկնել Իսրայել։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի հետ ցամաքային սահմաններով։ ԱՄՆ պետքարտուղարությունը Դոհայում իր դիվանագիտական անձնակազմին եւ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել ցուցաբերել զգուշություն եւ սահմանափակել ուղևորությունները դեպի Ալ-Ուդեյդ ավիաբազայի տարածք։ Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ զրույցում։ Նա հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 2500 մարդ։ Նրա խոսքով զոհերի թիվը մի քանի 100 է։ Դիվանագետը եւս մեկ անգամ նշել է, որ ցույցերն իրականացվել են դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից։ Նրանք ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում 3 օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ։ Նրա խոսքով այդ ամենի նպատակը եղել է մահերի թիվն ավելացնելը եւ ԱՄՆ-ին հակամարտության մեջ ներքաշելը, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել է, որ սպանությունների դեպքում կմիջամտի։ Հեռախոսազրույց են ունեցել Իրանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները։ Աբբաս Արաղչին եւ Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները։ Իրանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն Արաղչին ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունն ու միասնականությունը պաշտպանելու Իրանի անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Նա նաեւ դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ իշխանությունների փորձերը։ Հնդկաստանի արտգործնախարարն էլ կարևորել է երկու երկրի հարաբերությունների ընդլայնման գործընթացի շարունակումը, ընդգծել տարածաշրջանում կայունության պահպանման եւ լարվածության էսկալացիայի կանխարգելման ուղղությամբ համակողմանի ջանքերի անհրաժեշտությունը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը եւ փոխանցումը Հայաստանին։ Նրա խոսքով դա կարևոր առաջընթաց է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում եւ Եվրամիությունը կշարունակի աջակցել երկու երկրի միջև հետագա դրական քայլերին։ Թեմային անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից 4 հայերի ազատ արձակումը, ինչպես նաև այն մյուս դրական քայլերը, որոնք Հայաստանը եւ Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ եւ կայուն խաղաղության ուղղությամբ, նշել է Պաշտոնյան։ Կանադան եւս ողջունել է Ադրբեջանի կողմից 4 հայի ազատ արձակումը եւ նրանց վերադարձը հայրենիք։ Երկրի արտգործնախարարությունից ընդգծել են, որ դա դրական քայլ է Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղության ճանապարհին։ Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին եւ Վագիվ Խաչատրյանին։ Թրիփի իրականացման վերաբերյալ շրջանակային փաստաթղթի ընդունումը ցույց է տալիս ԱՄՆ-ի հավատարմությունը օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններին եւ կարևոր քայլ է այս ուղղությամբ գործնական աշխատանքների մեկնարկի համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Այխան Հաջիզադեի խոսքով այս քայլը կարևոր է նաեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով։ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ հաղորդակցության ապահովումը մեր երկրի առաջնահերթություններից է։ Թրիփի երթուղին կարևոր է նաեւ ավելի լայն տարածաշրջանում առևտրի եւ կապերի դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դոութին հայտարարել է, որ Լոնդոնն աջակցում է խաղաղության պատմական համաձայնագրի հնարավոր ստորագրման ընթരാճ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսությունը զարգացնելու եւ վստահության մթնոլորտ կառուցելու ուղղությամբ երկու երկրի քաղաքասարակությունների եւ վերլուծական կենտրոնների ջանքերին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բարձր է գնահատում քաղաքասարակությունների դերը Հարավային Կովկասում եւ աջակցում է նրանց աշխատանքին, ինչպես դիվանագիտական փոխգործակցության, այնպես էլ հատուկ ծրագրերի միջոցով, նշել է Պաշտոնյան։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ընդունել է Բաքվում Ղազախստանի դեսպան Ալին Բայելին։ Բացի երկկողմ օրակարգի հարցերից անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։ Նշվել է, որ օգոստոսի 8-ը նշանավորեց երկրների միջև երկարատև հակամարտության ավարտը։ Բաքվում Ղազախստանի դեսպանությունից նշել են, որ Աստանան նույնպես նպաստել է խաղաղության գործընթացին, հարթակ տրամադրելով հայ-ադրբեջանական բանակցությունների Այն փաստը, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղևորվեց հենց
Ղազախական ցորենը խորհրդանշական եւ գործնական նշանակություն ունի, ընդգծել են դեսպանությունից։ Կողմերն ընդգծել են հաղորդակցությունների հետագա ապաշրջափակման կարևորությունը։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։